Մնանք ցեղին կենեք, աշխատանք չկա, բան չկա։ Այնտեղ կերտան կտնիկ շինարարությունը, եսի մի օր հրաստ եկավ։ Սիզավետցի 54-ամյա Աշոտ Սարգսյանի նման շատերն են այսօր լքում հայրենի տունն ու փորձում օրվա ապրուստը վաստակել արտերկրում։ 10 տարի է ինչ նա Եկատերինբուրգում կատարում է երակցողի, բանվորի եւ շինարարի աշխատանքներ։ Առաջիկա 5 տարին եւս պատրաստվում է աշխատելու նպատակով անցկացնել Մոսկվայում ընտանիքի հետ։ Տղես Վարշավիր է, փոքր տղես չի աշխատի։ Կինս ռեստորան կաշխատի, մատուցող։ Դեռ լավ է քան ստեղ որ լավ է նեքի ժողովուրդ սա տոնի կերտա։ Հայաստան մարքի մնացել, 3 միլիոնից մնացել 1,5 միլիոն։ Հəl թողես եզը կերտան։ Մեր հայրենակիցները հիմնականում աշխատանք փնտրելու նպատակով մեկնում են Ռուսաստանի Դաշնություն։ Ոչ միայն աշխատանք չունենալն է հայրենիքը լքելու պատճառը, այլ նաև պարբերաբար կրկնվող եւ կանգ չառնող գնաճը։ Գազը թանկ, ջուրը թանկ, լույսը թանկ, մնանի չէ, պետք է փախնեն։ Միևնույն ժամանակ թանկ գտնելով լույսն ու գազը, ավրակալպը ինքնըստինքան շարունակում է դժվարանալ։ Այսօր ժողովուրդը ոչ մենակ ես, շատ շատերը հələ քանի կեսը էշտում են, կեսը հələ չեն գնացել, պատրաստում են էշտալու։ Մի խոսքով մեր այս լսիկդոր երգիրը լեկելով էշտում ենք, թե երբ կվերադառնանք, դա արդեն կախված է մեր ապրելակերպից։ Շինարարության վրա ինչ պետք է աշխատենք։ Դե կանչեն են, այս համաշեմ գործ կա չկա, չէ կամ այնտեղ ասեմ փող առիմ, ետ կամ չգա։ Մեր աշխատանք Ռուսաստանն է, այստեղ չկա աշխատանք։ Հիմնականում գնում են Ռուսաստանի Դաշնություն։ Ես ասեմ, որ մենք արդեն Ռուսաստանի Դաշնությունում ունենք 2.5 միլիոն արտագաղթող։ Հայաստանն օրստորե դատարկվում է գործազրկության բարձր ցուցանիշի պատճառով։ Գյումրիում եթե աշխատանքի առաջարկել կա, ապա չնչին է աշխատավարձը։ Այն չի բավարարում հոգալ նույնիսկ տարրական կենցաղային կարիքը։ Աշխատանք չկա, ժողովուրդը տանջում են, վատ են ապրում, թոշակները քիչ է, ուտելիցքը շատ թանկ է։ Դրա համար սա կոչում ենք այնտեղ։ Լրջորեն դեռ չեն մշակվում եւ լուծում տալիս այմիսի ծրագրերի, որոնք հնարավորություն տան աշխատադեղեր ստեղծելու։ Այս աղքատիկ վիճակը հատկապես մեր Շիրակի մարզից հեռացողների մեկնողների թիվը ավելին են։ Ինչ կա, ուր է, ինչ աշխատիմ։ Ինձ հրավիրել են, կանչել են, ես հիմի պատրաստ տեղը կա, ես գնալու եմ։ Ես պատրաստված սալոնում դեշտամ ու մտնիմ, բայց ըստեղ ես այդ սալոնը մտնում եմ թեկուզ 50 աշխատելով էլ չի բավարարում ապրելու համար։ Վերջին երամսյակում Հայաստանը լքողների թիվն աճել է։ Մեր նկարահանման պահին Գյումրու Շիրակ օդանավակայանից Մոսկվա մեկնեց 192 մարդ։ Իսկ 2013 թվականի հունվար մարտ ժամանակահատվածում Բավրայի անցակետում եւ մարզի օդային դարպասում պատկերն այլ է եղել։ Գյումրի օդանավակայանում ելքերի թվաքանակը 7224 քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվաքանակը կազմել է 5835։ Բավրայի անցակետում ելք արձանագրվել է 72492 քաղաքացի, որից 25124-ն են Հայաստանի քաղաքացիներ։ Ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Շիրակի մարզային գործակալության տվյալների, սահմանային հատումների արդյունքում կշիռը բացասական է։ Հունվար-մարտ ժամանակահատվածում Հայաստանից հեռացել են 2805 մարդ, որից 2373 Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Նարեկ Կիրակոսյան, Ելենա Ավետիսյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։